Այսօր մեր հյուրն է մի յուրահատուկ նկարիչ, ով պատերը վերածում է իսկական հեքիաթների։ Նրա նկարները կարելի է տեսնել մեծ շենքերի վրա։ Այո, խոսքը գնում է Ռոբերտ Նիկողոսյանի մասին։ Գնանք ծանոթանանք։ Ողջույն Ռոբերտ, ինչպե՞ս եք։ Ողջույն, շատ լավ դուք։ Ես Յանելի, քանի որ եմ ձեզ նման հրաշալի եւ շատ յուրահատուկ հյուր։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ համար մի քանի հարց եմ պատրաստել այսօրվա համար։ Նախ եւ առաջ կարող եք ասել ինչից այս ամենը սկսվեց։ Փոքր ժամանակվանից սիրել եմ նկարչությունը, իմ ընտանիքում եղել են, այսինքն իմ գեների մեջ եղել են նկարչության սիմպտոմներ, այսպես ասած, ու եկավ մի ժամանակ, երբ որ արդեն ես դպրոցում ինձ հետաքրքիր էր տետրերի վերջում նկարելը, ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես նկարում էի բնականաբար հիմնականում գրիչով ու այդտեղից սկսեց հետաքրքրությունը ավելի ու սկսեցի քիչ-քիչ հետաքրքրվել, թե ինչպիսի նկարչություններ կա, ինչպիսի ոճեր կա, ինչպիսի նկարիչներ կան եւ այդպես շարունակ։ Երբևէ պատի վրա նկարել եք թաքուն, որ ծնողները չիմանան։ Այո։ Եղել են դեպքեր, որ նկարել եմ թաքուն, որովհետեւ մտածել եմ, որ կարող է ինչ-որ մեկի մոտ խնդիր առաջացնի դա, բայց հիմնականում դա ավելի շատ կատակ էր, հիմնականում իմացել եմ ինչ անեմ ու որտեղ նկարեմ ու ինչպես անեմ, որովհետև թաքնվելու ոչ մի պատճառ չկա, իրականում եթե լավ բան ես անում ու ուսուցողական բան ես անում, թաքնվելու ոչ մի խնդիր չկա։ Ինչպես երեխաների 99%-ը, նաև 100-ը, բոլորը նկարել են պատի վրա, հատկապես ես։ Այո։ Իսկ ո՞րն է ձեր առաջին մեծ պատի վրա նկարը։ Առաջին մեծ պատի վրա նկարը ես նկարել եմ 2015 թվականին, այսինքն 10 տարի առաջ։ Դա առաջին պատի վրա արված սփրեյով մեծ նկարն էր, որը որ դիմանկար էր, որը որ Հիսուս Քրիստոսի դեմքն էր, բնականաբար ոչ մեկ չի տեսել Հիսուս Քրիստոսի դեմքը, բայց ես այսպես անվանեցի նկարը Հիսուս Քրիստոսին հիշեցնող դիմանկար։ Այսինքն մի կերպար, որը որ կհիշեցնի իրան։ Բայց ոչ թե սփրեյով, այլ ուղղակի ջրային ներկերով իմ առաջին նկարը եղել է 13 թվականին, 2000։ Իսկ ինչքան ժամանակ է պետք մեծ պատի վրա նկար նկարելու համար։ Շատ լավ հարց է, կախված է թե ինչպիսի ոճի նկար ես դու նկարում, այսինքն օրինակի համար կարող ես դու նկարել գծային նկար, գծապատկեր, որը որ տևի շատ կարճ ժամանակահատված ու դու դա նկարես օրինակ 2 ժամում, բարձրությունն էլ օրինակ 5 մետր, 3 մետրի վրա։ Իսկ ինչպես եք ընտրում նկարի թեման, ինչ նկար եք այսինքն։ Նկարի թեման ընտրում եմ, եթե օրինակ պատ է, պատից է կախված, պատն է ոգեշնչում, թե ոչ միայն պատը, նաև տարածքը, միջավայրը ոգեշնչում է, թե ինչ կարող ես այդտեղ անել։ Բայց եթե ես եմ նկարում կամ ստեղծագործում, ավելի շատ սիրում եմ դիմանկարներ, դեմքի հետ կապված միմիկաներ եւ նաև սիրում եմ նկարել ձեռքերը, եթե ես եմ որոշում ինչ որ միտեղ նկարեմ, բայց եթե իրավիճակը այնպեսին է, որ միջավայրն է թելադրում կամ դա ուղղակի ինչ որ մեկի ցանկությունն է, այդ դեպքում արդեն փորձում եմ համաձայնացնել իրենց հետ։ Տեսել ենք, որ ձեր նկարները զարդարում են ամբողջ մի քաղաք եւ տարբեր շենքեր։ Այդ գաղափարները ձերն են լինում, թե մարդիկ են պատվիրում այն։ Իրականում գաղափարները իմն են, մեծ հաշվով, որովհետև ես եթե հավանություն եմ տալիս ինչ-որ մի ոճի կամ ինչ-որ մի ժանրի, ինչ-որ մի նկարչական ժանրի ու դա փորձում եմ վերարտադրել, մարդիկ դա տեսնում են եւ սկսում են հավանել դա եւ սկսում են պատկերացնել ինչ-որ մի տեղում, ինչ-որ մի հատվածում նմանատիպ եւս մեկ նկար։ Երբ որ այս մոտեցումն է լինում, մարդիկ արդեն սկսում են հետաքրքրվել կարծես թե նրանով, ինչով որ դու ինչ առաջարկով որ դու հանդես ես գալիս մարդկանց։ Եթե օրինակի համար
նկարում ես բնություն, մարդկանց սկսում է հետաքրքրել դա։ Եթե օրինակի համար նկարում ես դիմապատկեր, մարդկանց սկսում է հետաքրքրել դա։ Այսինքն ինչ որ իմաստով դու ես թելադրում քո ոճը, քո ստեղծագործական ոճը եւ մարդիկ տեսնում են դա եւ դա նրանց մոտ հետաքրքրություն է առաջացնում։ Իսկ ձեր գործերում հաճախ կան բնական պատկերներ։ Այո, վերջին կարելի է ասել 2 տարվա ընթացքում ավելի շատ այնպես ստացվեց, որ նկարում էի բնության տեսարաններ կամ ինչ-որ թփեր, ինչ-որ ծաղիկներ, նմանատիպ միջավայրը ավելի պայծառ դարձնող, ավելի գարնանային մթնոլորտ բերող թփեր եւ այլն։ Այդպիսի նկարներ վերջի 2 տարվա մեջ մի քանի հատ ունեցել եմ։ Իսկ ինչ նկար կուզենայիք նկարել աշխարհի ամենամեծ պատի վրա։ Աշխարհի ամենամեծ պատի վրա երևի թե կնկարեի աղոթող ձեռքեր, ինչի համար աղոթող ձեռքեր, որովհետև երևի թե ամենամեծ մեսիջը հենց դա կլիներ մարդկությանը, անգամ երեխաներին, որպեսզի մարդիկ սովորեն, որ աղոթեն Աստծուն եւ նրանից պատասխան ստանան։ Եթե երեխան այսօր որոշի նկարիչ դառնալ, ինչ խորհուրդ կտայիք նրան։ Խորհուրդ կտամ վերցնի ալբոմ, մատիտներ եւ փորձի նկարել, եթե դա իր տաղանդն է, եթե դա իր շնորհն է, փորձի այնքան նկարել, որպեսզի արդյունք ստանա։ Այ իմ ավանդական հարցերից մեկը։ Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ մանկություն, ինչ կվերցնեիք այնտեղից։ Երևի թե կվերցնեի խաղալիքներս։ Եվ վերջում, դուք ինչ երազանք ունեք որպես նկարիչ, որ կուզենայիք իրականացվեր։ Իմ երազանքները շատ են ու շատ մեծ են, բայց բոլորն էլ իրականացման ենթակա են եւ այս պահին ամենամեծ ցանկությունը, որը արդեն վստահ եմ շուտով կիրականանա իմ արվեստանոց ունենալը։ Թե ինչ այսօրվա համար էլ այսքանը, իսկ ինձ մնում է հիշեցնել, որ Կենտրոն TV-ի եթերում Kids Time հաղորդումն էր եւ ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Տիգրան Հունանյանը։